Հայաստանում այս օրերին մեկնարկել է նախընտրական քարոզչությունը եւ ազգակործան պատուհասը մենք տեսնում ենք, որ հերթական անգամ իրեն բնորոշ հիստերիկ ոճով արձակվում է քարոզչական առումով իր քաղաքական նպատակների նկատմամբ, շարունակում է հարձակումը մեր ազգային արժեքների նկատմամբ, Արցախի նկատմամբ եւ այսօր այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Տաթև Զորյանի հետ։ Ողջույն Տիկին Զորյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության համար։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախյան փառապան շարժումը դա հայ ժողովրդի ճակատագրական սխալն էր։ Հայ ազգային կոնգրեսը մի քաղաքական ուժ է, որի ներկայացուցիչները առաջին նախագահի գլխավորությամբ շատերը, կանգնած են 88 թվականի շարժման հիմքերում եւ հայկական պետականության կերտման եւ 90-ականների հաղթանակի մեջ հսկայական ավանդ ունեն։ Նիկոլ Փաշինյանը իր այս հայտարարությամբ ինչ խնդիր է փորձում լուծել։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանը իր այս հայտարարությամբ միաժամանակ մի քանի խնդիր է փորձում լուծել։ Ուրանալով Արցախյան հարցի եւ Արցախյան խնդրի գոյությունը առհասարակ նա իրականացնում է ադրբեջանական օրակարգի իմպլեմենտացիան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ է դա նշանակում։ Դա արտաքուստ խաղաղության տանող մի քաղաքականություն է, բայց միայն արտաքուստ, բայց իրականում դա ուրացում է ակունքների, դա ուրացում է իրավաքաղաքական մեխանիզմների, դա ուրացում է Արցախյան ազատամարտի, որը որ բացառապես բխում է Ադրբեջանի շահերից։ Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա դառնալով Ադրբեջանի տեղական լաքեյը ստիպված իրականացնում է Ադրբեջանի այդ թշնամածին օրակարգը եւ ջանք չի խնայում այդ օրակարգը կյանքի կոչելու համար, որովհետեւ արժեվում ընտրություններ են եւ նա ամեն կերպ լծված է իր վերարտադրության սուրբ գործին։ Երկրորդ հարցը, որ լուծում է, չկա Արցախի խնդիր, չկա պարտություն, այսինքն փորձում է սրբագրել պատմությունը, քանի որ ինքը իր հոգու խորքում շատ լավ գիտակցում է, թե ինչ աղետներ, պատմաքաղաքական մասշտաբի աղետներ է բերել հայ ազգի գլխին, հետեւաբար ուրանալով Արցախի գոյությունն առհասարակ փորձում է դրանով իջիկ դարձնել կամ ավելի պակաս ցավոտ դարձնել իր հոգու խորքում կրող այդ մեղքի զգացողությունը եւ երրորդ խնդիրը, որը նա լուծում է, որը ավելի ռեալ է ու ավելի տիպական է Նիկոլ Փաշինյանի տեսակին, դա հետեւյալ խնդիրն է։ Եթե չկա Արցախի խնդիր, հետեւաբար ժողովուրդը կարիք չունի հետագա պայքարի, ժողովուրդը կարիք չունի Արցախի համար եւ նորից մտահոգվելու, Արցախյան հարցի շուրջ ջանք կամ եռանդ գործադրելու եւ հետեւաբար նրա ամբողջ մտահոգությունը օրվա ապրուստով ապրելու վրա է տեղափոխվում, այսինքն օրվա կոնֆորմիզմը, ստամոքսի, այդպես, իսկ այս գործիքակազմը ցանկացած երկրում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում տանում է օխլոսի ձևավորմանը, օխլոս, այսինքն մի հասարակություն, որը չի ապրում արժեքներով, որը չի ապրում պատմաքաղաքական ձեռքբերումներով, որը չունի պատմական անցյալ, որը չի ապրում ներկայով եւ իր միակ մտահոգությունը հացն է, ստամոքսն է եւ լավ ապրուստն է։ Մի քանի այսպես համապարփակ խնդիրներ է լուծում Նիկոլ Փաշինյանը հետեւյալ հայտարարությունով։ Բացի այդ, նրա հոգեբանական կերպարին քիչ թե շատ ծանոթ լինելով, գիտենք, որ նա տառապում է ինչ որ մի բան հիմնադրած լինելու եւ ինչ որ մի բան առաջինը արած լինելու այդ սինդրոմով, եւ չկարողացավ ուղղակի առաջին նախագահային եւ վերջինիս քաղաքական թիմին ներել, մինչեւ վերջ չկարողացավ ներել Արցախյան փառապանց շարժման, հաղթանակների եւ մեր 100-ամյա պատմության մեջ այդ բացառիկ ձեռքբերման համար։ Ամեն կերպ բոլոր առումներով ժողովրդի հիշողությունից, քաղաքական պատմական դասագրքերից, քաղաքական անցքերից ամեն կերպ փորձում է հեռացնել այդ կարևոր իրադարձությունը, շատ կարևոր իրադարձությունը, որը մեր անկախ պետականության սկիզբը դարձավ։ Բանը հասել է նրան, ես լրացնեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանը ձեր նշածի համատեքստում, պատմաքաղաքական հիշողության ջնջում, պատմության վերաձևում կամ սրբագրում պայքարում է Հարարատ լեռան դեմ։ Դե Արարատ լեռն էլ մեր ինքնության, մեր պատմական ինքնության անբաժանելի անքակտելի մասն է, եւ դա էլ թշնամածին օրակարգ է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի առջև դրված է ընտրություն, սեփական աթոռը պահպանել, պատմական ինքնությունը, մշակութային ինքնությունը եւ հայ ժողովրդի շահերից բխող ցանկացած բան ուրանալու գնով։ Եվ նա ընտրել է սեփական աթոռը։
Բնականաբար նրա ոչ մի արարքից եւ ոչ մի քայլից զարմանալ չի կարելի։ Նա Ադրբեջանի տեղական ներկայացուցիչն է, հետեւաբար նրա բոլոր քայլերը ադրբեջանական օրակարգի սպասարկում են ենթադրում։ Վերընտրելով Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում, նշանակում է մենք հերթական հնարավորություն ենք տալու ադրբեջանական օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը բաց հայտարարում են եւ ոչ միայն նա, այլև իր թիմի տարբեր անդամներ, որ իշխանություն չեն տալու եւ ըստ էության ի ցույց են դնում, որ ամեն տեսակ մեթոդաբանություն անօրինական բնականաբար պատրաստ են գործի դնել իշխանությունը պահելու համար։ Մենք այս վերջին օրերին հատկապես նորից տեսնում ենք, որ ձերբակալություններ են տեղի ունենում, կեղծ ինչ-որ շինծու հաղորդագրությունների կամ ձայնագրությունների հիման վրա։ Բռնաճնշումների նպատակադրումը հիմնականում որն է, որովհետև յուրաքանչյուր բռնաճնշում նաև ունենում է տվյալ իշխանության համար իր բացասական հետևանքները։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը տվյալ փուլում գնում է Վաբանկ։ Նա կորցնելու բան չունի, հետեւաբար բոլոր տեսակի գործիքները իմի է բերել իր վերարտադրությունը ապահովելու նպատակով։ Դուք ասացիք գործիք կդնի, բայց նա արդեն իսկ գործի է դրել, դասական իմաստով գուցե շատեր ասեն, որ ոչ, սրանք ժողովրդավարական ընտրություններ են, հերթական լինելու Նիկոլի օրոք, որևէ ընտրակեղծիք չի լինելու, բայց եկեք մեկ ընդմիշտ փաստենք եւ անցնենք առաջ, որ ընտրակեղծարարությունը միայն քվեախցիկներում եւ քվեատուփերի լցոնումով չի, որ պայմանավորված է, իրական ընտրակեղծարարությունը գործի է դրվում այլ մեթոդներով, որը ամբողջ գործիքակազմով մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի իշխանության կատարմամբ, դա վարչական ռեսուրսի, այսպես ամբողջական կիրառումն է, բռնաճնշումները, դատաիրավական համակարգը բացառապես իշխող ուժի շահերին ծառայեցնելն է, հեռահաղորդակցության միջոցների ոչ հավասար հնարավորության ընձեռումը մրցակիցներին, նաև ականատես եղանք Մակրոնի հայտարարությանը, որը դիվանագիտական էթիկայի այսպես բացառիկ խախտում էր ինձ համար որպես միջազգայնագետ կարող եմ ասել, որ չտեսնված այսպես միջամտություն էր սուվերեն երկրի ներքին գործերին, այն էլ ընտրություններից մեկ ամիս առաջ, այսինքն բոլոր տեսակի գործիքները արդեն իմի են բերվել եւ գործի են դրվել եւ խոսել ընտրությունների թափանցիկությունից, արդարությունից ուղղակի ծիծաղելի է։ Մենք գործ չունենք, արդեն իսկ գործ չունենք թափանցիկ եւ արդար ընտրությունների հետ։ Դուք նշեցիք Մակրոնի դերակատարումը Երևանում մոտ 1 շաբաթ առաջ ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Հայաստանում, Երևանում այդ համաժողովից հնչեցին հակառուսական կոչեր, հայտարարություններ, անգամ Երևանը ժամանել Ռուսաստանի թշնամի պետության ղեկավարը եւ տեսեք Հայաստանը արդյոք սրանով չի դառնում հակառուսական պլազդարմ դրանից բխող բոլոր բացասական ռիսկերով կամ հետևանքներով։ Այսպես իշխանական քարոզիչները եւ քաղաքագետները թմկահարում են, որ սա աշխարհակաղակական վեկտորի փոփոխություն է, որը բացառապես բխում է Հայաստանի եւ ժողովրդի շահերից, բայց իրականում դուք ճիշտ նկատեցիք, այստեղ աշխարհակաղակական վեկտորի փոփոխության մասին չի կարող խոսք լինել, որովհետեւ վեկտորի փոփոխության հիմքում պետք է դրված լինեն լուրջ իրավաքաղաքական մեխանիզմներ, դաշինքներ, երաշխիքներ, անվտանգային երաշխիքներ, տնտեսական երաշխիքներ, որոնք Հայաստանի պարագայում մենք չենք տեսնում։ Հետևաբար Հայաստանը դարձել է մանրադրամ գործիք Ռուսաստանի դեմ ձևավորված ճակատին աշխարհակաղակական խաղացողների հակամարտության այսպես գործիքն է դարձել պլացդարմը կամ տերիտորիան օբյեկտը, որը շատ աղետալի սցենար է Հայաստանի համար, ընդհանուր միջև սուբյեկտայնության վերջնական կորուստ, ել չեմ խոսում Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառում, մի քանի օր առաջ ականատես եղանք, թե ինչպես Ռուսաստանի Դաշնության նախագահը Մակրոնի հայտարարությանը ի պատասխան հանդես եկավ այսպես վերջնագրով, այո, դա հենց աշխարհակաղակական վերջնագիր էլ կոչվում էր, կամի վերջնագիրը, կամ մնում է ԳԱՏՄ-ում, կամը արդեն գիտենք ինչ է ենթադրում, մի պետություն, որը բոլոր առումներով կախված է Ռուսաստանի Դաշնությունից, թե անվտանգային, թե սոցիալական, թե տնտեսական, միայն էներգակիրների գինը բարձրացնելով Ռուսաստանը հսկայական սոցիալական ճգնաժամ կարող է հարուցել Հայաստանի Հանրապետությունում եւ հայ ժողովրդի համար։ Հաշվի չառնելով այդ ամենը, ուղղակի նեղացածի պոզիցիայով ընկնել մեկ այլ
աշխարհը քաղաքական կենտրոնի գիրկը միայն նրա համար որ ցույց տաս որ տես ինձ չես սիրում ինձ էլի սիրողներ կան այսքան ավանտյուրիստ ձևով այսքան արկածախնդիր ձևով վնասել սեփական պետության սեփական երկրի պետական շահը բանականության սահմաններից ուղղակի դուրս է եւ հետաքրքիրն այն է որ ներկա իշխանության կամ ռեժիմի ներկայացուցիչները շարունակաբար խոսում են ինքնիշխանության մասին, հայտարարում են, որ մենք երբևիցե այսքան ինքնիշխան չենք եղել, իհարկե մոռանալով, որ հենց իրենց իշխանության ժամանակ կորցրեցինք Արցախը, ադրբեջանցիները հայտնվեցին ջերմուկի տարածքներում, հիմա էլ զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ, բայց ինչն է այստեղ հետաքրքրական, որ տարբեր վերլուծաբանների հստակ գնահատականներով երբեք Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից այսքան մեծ չի եղել, ինչպես ներկաների օրոք։ Իրականում ճիշտ նկատառում եք անում, տեսեք, Նիկոլ Փաշինյանը երկակի քաղաքականություն է վարում, մի քաղաքականությունը ճակերտավոր ուղղված է ժողովրդի ականջներին, քարոզչություն կոչվածն է դա, իսկ մյուսը իրական քաղաքականությունն է, որը ինքը ստիպված է իրականացնել։ Ու քանի որ մենք գիտենք, որ այո, Ռուսաստանի Դաշնությունը այն պետությունն է, որից մենք շատ առումներով դեռևս կախված ենք, ու դեռ երկար կախված ենք մնալու, ուզենք թե ոչ, Հարավային Կովկասում դերակատար հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը, անկախ թե ուկրաինական ճակատում ինչպիսի խնդիրներ ունի, կունենա թե չի ունենա, փաստը մնում է փաստ, որ Հարավային Կովկասում Ռուսաստանը դերակատար է։ Այսինքն երկու քաղաքականություն է իրականացնում Փաշինյանը, մեկը քարոզչության մակարդակով ուղղված ազգաբնակչության ականջներին, իսկ մյուսը իրական քաղաքականություն, որը ստիպված է իրականացնել։ Իսկ նա չի կարող բոլոր թելերով, բոլոր կապերով խզվել կամ տարանջատվել Ռուսաստանից։ Եվ մի կողմից ցույց է տալիս իր արևմտյան խաղերը, ռեֆերենսները, իսկ մյուս կողմից անում է այն, ինչը պիտի անի, ինչը չանելու այլընտրանք այս պարագայում չունի։ Նիկոլ Փաշինյանը նշեցինք, որ արդեն իսկ գործի է դրել ընտրակեղծարարության եւ այդ ռեպրեսիվ մեքենայի ողջ գործիքակազմը եւ ինչն է հետաքրքիր, որ իրենք բառացիորեն հայտարարում են, որ Գյումրի 2 օրինակ թույլ չեն տալու։ Այսինքն ինչ եղավ Գյումրիում։ Գյումրիում անդիմադիր ներկայացուցիչները կարողացան անցողիկ ձայներ ապահովել եւ վերջում միանալ եւ իշխանություն վերցնել։ Քաղաքային։ Հիմա նրանք վախենում են այս սցենարից պարլամենտական ընտրությունների ասպեկտում։ Ձեր կարծիքով անդիմադիր դաշտը այս փուլում ինչ պետք է անի, որպեսզի հնարավորինս արագ եւ նույնիսկ անցնցում կերպով կարողանանք այս աղետը կանգնեցնել։ Անդիմադիր դաշտին բացառապես մեկ բան պիտի աներ ու դեռևս կարող է անել՝ միավորվել, համախմբվել։ Այլ բան ընդդիմությունից կախված չի, դա առավելագույնն է, որ կարող էր անել այս պետականության համար ընդդիմադիր դաշտը եւ ընդդիմությունը ներկայացնող ներկայացուցիչները, քաղաքական ուժերը։ Դրա պարարթողը կար, մենք Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ ընդդիմադիր ճակատի կոնսոլիդացիայի կոչերով եւ անհրաժեշտությամբ ու հիմնավորումով, մենք շատ պարզ, շատ հասանելի ձևով հիմնավորեցինք, թե ինչու է անհրաժեշտ ընդդիմության համախմբումը, որովհետև դա միակ ելքն էր, որը կարող էր անցնցում կերպով ապահովել իշխանությունից Նիկոլ Փաշինյանի եւ վերջինիս խմբակի հեռացումը։ Բայց ժամանակը ցույց տվեց եւ դեպքերն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ պետության շահով առաջնորդվող քաղաքական ուժերը ցավոք սրտի մեծ չեն, դեռևս միայն մեր քաղաքական ուժն է, որ բացառապես հանդես է եկել պետականության պահպանման դիրքերից եւ քաղաքական ուժերը դեռևս շարժվում են իրենց սեփական ամբիցիաներով եւ շահերով։ Այնուամենայնիվ դեռ կա ժամանակ եւ պետք է հասկանալ գոնե թեկուզ եթե ձեր նշած ձևաչափով չլինի, ինչ պետք է արվի, թեկուզ եթե այսպես շարունակվի, որպեսզի հնարավոր լինի կանխել վերարտադրությունը։ Դա բացառապես կախված է ընտրության արդյունքներից, նայած թե ինչ արդյունքներ կգրանցվեն խորհրդարանական ընտրությունների արդյունքում, պետք է ուղղակի բոլոր հնարավոր ելքերը, բոլոր հնարավոր մեթոդները կիրառել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար։ Վերջինիս մուտքը կառավարական
շենք բացառելու համար, բայց դա հիմա չեմ կարող ասել ինչ կլինի, ինչպիսի տեսքով կլինի, որովհետև ամեն ինչ կախված է ընտրության արդյունքից։ Ես չեմ տեսնում ընդդիմադիր ճակատի կոնսոլիդացիայի հնարավորություն, քարոզարշավը արդեն մեկնարկել է, ընթացքի մեջ է եւ նման միտումներ ես չեմ տեսնում ու վստահ եմ, որ չի լինելու դա, հետեւաբար մնում է հասկանալ ընտրության արդյունքում ձևավորված իրավիճակում ընդդիմադիր ուժերը արդեն այդ պարագայում իրենց ինչպես կդրսևորեն։ Հայ ազգային կոնգրեսը մշտապես հանդես է եկել խաղաղության դիրքերից, Արցախյան հարցի շրջանակներում ձեր դիրքորոշումը եղել է անփոփոխ։ Տեսեք, շատ են լինում քննարկումներ հասարակական, քաղաքական տարբեր շերտերում, որ Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահի հոգեզավակն էր, հա? Եվ նաև մեղադրանքներ են հղել, չնայած պարզ է, որ առաջին նախագահի խաղաղության տեսլականը դա Արցախ-Ադրբեջանին հանձնել չէր։ Այնուամենայնիվ եկեք հասկանանք այս պարագայում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը լրջագույն մարտահրավերների առջև է կանգնած, ըստ էության կարող ենք առանց վարանելու ասել, որ լինել չլինելու հարցն է դրված, որն է լինելու կոնգրեսի տեսլականը անվտանգային այս խնդիրները լուծելու համար, որովհետև մենք տեսնում ենք կա մի իշխանություն, որը որ ամեն ինչ ոչնչացրել է, անվտանգային առումով ամեն ինչ ոչնչացրել է, սկսած բանակից վերջացրած դաշնակցային հարաբերություններ, այդ թվում Իրանի հետ, եւ կա Ադրբեջան, որ տեսնելով չկա դիմադրություն, ուզում է ամեն ինչ։ Գիտեք, ես շատ երջանիկ մարդ կլինեի, եթե իսկապես Նիկոլ Փաշինյանը համարվեր Տեր-Պետրոսյանի հոգեզավակը եւ իրապես լիներ Տեր-Պետրոսյանի հոգեզավակը, այդ դեպքում մենք չենք ունենա 3000-ամյա Արցախի կորուստը, չենք ունենա հայաթափված Արցախը կշարունակեր մնալ հայկական եւ Հայաստանի սուբյեկտայնությունը կլիներ շատ բարձր աստիճանի եւ դիրքերի վրա, բայց ցավոք սրտի դա ընդհանրապես երազանք է։ Նիկոլ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակը չի, Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն առհասարակ արմատապես, բովանդակային առումով խորը հակասության մեջ է առաջին նախագահի վարած քաղաքականության հետ։ Մեր խաղաղության տեսլականը արժանապատիվ հաղթածի դիրքերից հարցի խաղաղ ճանապարհով լուծումներ, որը ապահովելու էր Արցախի հայկականությունը, 3000-ամյա հայկական հողի հայկականության շարունակականությունը, որը ապահովելու էր Արցախի հայ բնակչության խաղաղ կյանքը, երաշխավորելու էր խաղաղ կյանքը, բացառելով վերջինիս գլխին կախված մշտական ցեղասպանության վտանգը։ Եվ գրաված տարածքների հետ վերադարձը համարվում էր փողզիչում, իսկ միջազգային հարաբերությունում որևէ կոնֆլիկտ, լինի դա տարածքային կոնֆլիկտ, թե ազգերի ինքնորոշման բաղադրիչ կրող կոնֆլիկտ, առանց փողզիչման երբևէ չի լուծվել եւ չի էլ կարող լուծվել։ Նման կոնֆլիկտներ պատմության մեջ ուղղակի գոյություն չունեն։ Իսկ ինչ արեց Փաշինյանը։ Փաշինյանը տորպեդահարեց հարցի խաղաղ լուծման միջազգային ատյանը, ԵԱՀԿ Մինսկի խումբը, դուրս եկավ բանակցություններից, ուղղակի դուրս եկավ բանակցություններից, անպագորգոր ճառերով ու հայտարարություններով, այսպես իր վրա ուղղեց թշնամական պետությունների ագրեսիան եւ սկիզբ դրեց պատերազմին, իմանալով թե ինչ իրավիճակում է իր երկիրը, լավ տիրապետելով պատերազմից դեռ շատ երկար ամիսներ առաջ մեր երկրի ռազմաքաղաքական իրադրությանը, երկիրը ներքաշեց ավանտյուրայի պատերազմի մեջ, դատապարտված ելքով պատերազմի մեջ։ Արդյունքում ինչ ունեցանք ամբողջովին կորսված Արցախ, հայաթափված Արցախ, ընդ որում նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո դեռ հնարավոր էր պահպանել Արցախի հայկականությունը։ Նա նույնիսկ դա չարեց, հասկանում եք։ Պրահայում ուղղակի բոլոր տեսակի իրավաքաղաքական մեխանիզմները հանձնելով Ադրբեջանի ձեռքը։ Ասում եմ 3000-ամյա պատմության մեջ Արցախը առաջի անգամ դե ֆակտո եւ դե յուրե ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Ու ես վստահ եմ, որ այլևս երբեք Արցախը հայկական չի լինելու, ցավալի է շատ, որ նման խոսքեր եմ ասում, բայց դա իրականություն է։ Հիմա այսքանից հետո ասել, որ Փաշինյանը Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, պետք է ամենակիչը լինել հավկուրիզմի այսպես ներկայացուցիչ, նոր քաղաքական այսպես կուրս է երևի այդ հավկուրիզմը, ակնհայտը չտեսնելու այդ սինդրոմն է, հիվանդությունը, կամ ուղղակի տանել կեղտոտ խաղ, իշխանության ջրաղացին ջուր լցնողների կեղտոտ խաղը։
այլ բացատրություն չեմ տեսնում, թե այսքանից հետո ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանին համարել Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Եթե ինչ-որ մի ժամանակ Նիկոլ Փաշինյանը միևնույն ամբիոնում կանգնած եղել առաջին նախագահի հետ, դա չի նշանակում, որ նա վերջինիս հոգեզավակն է։ Նիկոլ Փաշինյանը շատ այլ քաղաքական գործիչների հետ է նույն ամբիոնում կանգնած եղել, շատ այլ հանրային դեմքերի ու անձերի հետ է նույն նավակի մեջ լողացել, բայց դա չի նշանակում, որ վերջիններից հոգեզավակն է։ Նա միշտ առաջնորդվել է բացառապես սեփական անձնային շահով։ Եթե 2008-ին նա մեզ հետ էր, նույն ամբիոնում կանգնած, դա եւս իր անձնական շահն էր։ Նա հետապնդում էր սեփական անձնային շահը։ Կոնգրեսի տեսակետները։ Իսկ կոնգրեսի տեսակետը, այո, հիմա անդրադառնամ ամենակարևոր հարցին։ Տվյալ իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի վրա ծախում է խաղաղություն, ճակերտավոր խաղաղություն, որը իրականում որևէ աղերս չունի խաղաղության հետ, դա դեֆետիզմ է, պարտվողականություն, նա, այսպես ասած, խաղաղեցնող իր լոգիկայով խաղաղեցնող քաղաքականություն է վարում, appeasement կոչվածը միջազգային տերմինով, իբր լեգիտիմ պատճառից զրկելով Ադրբեջանին, կասուս բելի կոչվածը զրկում է Ադրբեջանի լեգիտիմ պատճառից, որպեսզի այլևս չհարձակվի Հայաստանի վրա։ Բայց այդ խաղաղեցնող, ճակերտավոր խաղաղեցնող քաղաքականությունը շարունակական է լինելու եւ չի այսպես ավարտվելու միայն մի քանի այսպես անկլավներով կամ սահմանադրությունից հռչակագրի բացառումով կամ որևէ այլ, դա շարունակական է լինելու, դրա վերջնական կիզակետը, որ Ադրբեջանի թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակն է Հայաստանի սուբյեկտայնության վերջնական վերացումն է։ Այս պարագայում Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է, որ ռեալ պլան է, ինքնիշխան խաղաղության ճանապարհը։ Ինչ է նշանակում ինքնիշխան խաղաղություն։ Ինքնիշխան խաղաղություն նշանակում է աշխարհաքաղաքական կենտրոնների հետ տանել բալանսավորված, ճկուն, սառը դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն վարել, չդառնալով որևէ պետության գործիքը ընդդեմ մեկ այլ պետության, ինչպես որ հիմա դարձրել է Հայաստանը Նիկոլ Փաշինյանը, ընդդեմ Ռուսաստանի դառնալով գործիք արևմուտքի ձեռքերին։ Եթե դու թույլ ես տալի արևմուտքի որևէ պետության ղեկավարի քո երկրի տարածքում քեզ համարել Ռուսաստանի արբանյակ, նշանակում է դու արդեն իսկ տվյալ պետության գործիքն ես։ Նրա ձեռքին գործիք ես։ Իսկ ինքնիշխան խաղաղությունը նշանակում է բալանսավորված, սառը, հաշվարկված քաղաքականություն բոլոր հարևանների հետ, աշխարհաքաղաքական բոլոր խաղացողների հետ, տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ։ Ոչ թե ստրուկի հոգեբանությամբ, ինչի է թվում, եթե Ռուսաստանի հետ մենք ինչ-որ կապերով կապված ենք կամ համարում ենք, որ սխալ է Ռուսաստանի դեմ այսպես միանգամից դուրս գալը, ուրեմն մենք ստրուկներ ենք, ոչ։ Դա նշանակում է հաշվի առնել սեփական երկրի հնարավորությունները, ռեսուրսները, բոլոր տեսակի աշխարհաքաղաքական վայրիվերումները։ Մեր առաջարկած խաղաղությունը հետևյալն է՝ ինքնիշխան խաղաղություն բոլոր պետությունների հետ, բալանսավորված, կոմպլեմենտար, սառը արտաքին քաղաքականություն վարելու ճանապարհով։ Եվ միայն այդ դեպքում մենք կարող ենք նաև բալանսավորված եւ մեր սուբյեկտայնությունը պահպանելով արտաքին քաղաքականություն ունենալ նաև Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իսկ այս պարագայում մենք մնալու ենք մենակ դեմ հանդիման Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Մենք նույնիսկ մեր ամենաշահավետ հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության հետ ենք մեր հարաբերությունները փչացրել։ Այդ նույն թրիփը, որը որ տվյալ իշխանությունը ծախում է մեզ վրա որպես դարի գործարք, որից Հայաստանը բացառապես միայն շահելու է, այդ նույն թրիփը ուղղակի բիզնես պրոյեկտ է Ամերիկայի համար եւ Ամերիկայի շահերին աջակցող ակտորների համար, Հայաստանին դնում է ակցիանի մեջ թե քաղաքական, թե տնտեսական առումով։ Դա նաև բացառում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Իսկ դա ուղղակի կործանարար ազգային անվտանգության խնդիր է Հայաստանի Հանրապետության համար։ Դա նշանակում է ակցիանի մեջ մնալ դեմ հանդիման քո երկու ողերի մակառակորդների հետ, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, որտեղ Ադրբեջանը եւ Թուրքիան մեզ հետ խաղաղություն չեն փնտրում։ Նրանց փնտրածը մեզ հետ խաղաղություն չի։ Խաղաղություն փնտրում են իրավահավասար կողմի հետ։ Խաղաղություն փնտրում են իրավաքաղաքական մեխանիզմներով ամրապնդված գրավոր համաձայնագրի առկայության պարագայում։ Իսկ մենք խաղաղություն չենք տեսնում թղթի վրա։ Խաղաղությունը միայն քարոզչություն է, լապշա է, որը կախվում է ամենօրյա ռեժիմով այս ազգաբնակչության ականջներին։ Խաղաղություն ձգտող իշխանությունը ի վերջո չէր տանի երկիրը 2020 թվականի աղետալի պատերազմին, ունենալով դրանից խուսափելու բոլոր լծակները եւ բոլոր մեխանիզմները։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին չի, Նիկոլ Փաշինյանը պարտության, աղետների, աղետաբերության եւ հետագա զիջումների ու կորուստների մասին է։ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական օրակարգի մասին է։ Ձայն տալ Փաշինյանին նշանակում է ձայն տալ ադրբեջանական օրակարգին։ Երկրորդ կարծիք լինել չի կարող։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։
Իմ հյուրն էր Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ Տաթև Զորյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդենյանը, բաժանորդագրվեք Anti-Fake BN ալիքին, շարունակեք աջակցել ալիքին, Patreon, Super Chat, Donation Alerts, քարտային դրամական փոխանցումներ, կրիպտո արժույթ եւ կհանդիպենք հետագայում։